Ողջույն։ Ուզում եմ մի փոքր խոսենք այս իդեալական դարաշրջանից եւ իդեալական դարաշրջանի զոհերից, գերիներից, չգիտեմ ինչպես է ճիշտ ասել։ Վերջերս մի պոստ արեցի իդեալական լինելու մասին, որտեղ պատմում եմ, որ այդ իդեալական լինելու ձգտման ետևում միշտ թաքնված է ինչ-որ պայքար, միշտ թաքնված է ոչ իդեալական կյանք, միշտ թաքնված են արցունքներ եւ միշտ չի, որ իդեալական կյանքի ձգտելը լավ է։ Ես գիտեմ, որ այս դարի խնդիրն է ասես իդեալական լինելը, այդ իդեալականությանը ձգտելը եւ բոլորս կարծես ունենք ինչ-որ մի հատ իդեալական կետ ապագայում, որը շուտով պետք է դառնա մերը։ Մենք բոլորս ինչ-որ բանի ենք սպասում, որ լինենք երջանիկ։ Որոշները սպասում են, որ տուն կառնեն, որոշները սպասում են, որ գնան հանգստանալու, որոշները սպասում են, որ գործը կփոխեն, որոշները սպասում են, որ անձնական կյանքը կդասավորվի եւ կլինեն երջանիկ։ Ուզում ասել, որ այս իդեալական կերպարը կյանքի իրականում գոյություն չունի։ Ցավոտ է, բայց դա այդպես է։ Իդեալական կերպար կարող ենք մենք ստեղծել մեր ինստագրամներում, մեր ավատարների միջոցով, մենք կարող ենք գալ ու նկարել այս իդեալական ամուսին երեխա հարաբերությունները, մենք կարող ենք նկարել մեր իդեալական գեղեցիկ տները, մենք կարող ենք նկարել մեր իդեալական գեղեցիկ մարմինը, բայց դրանք ընդհանրապես նկարներ են եւ դրանք իրականությանը բնականաբար չեն համապատասխանում։ Մարդկային կյանքը շատ ավելի խորն է եւ այն չի կարող տեղավորվել որոշ նկարների մեջ։ Ուզենք թե չուզենք, այս կերպարները, այս իդեալական կյանքի երազանքը մեր ուղեղում գալիս է ու դրոշմվում է ու մարդը, այսինքն կինը, աղջիկը շատ հնարավոր է մտնի ու տեսնի մի գեղեցիկ հարաբերությունների վիդեո ու անկախ իրենից իր կողակցի հետ թարսվի, որովհետեւ ինչու իմ կողակիցը այսպեսին չի, ինչու ինձ հետ այսպես չի նկարվում, ինչու ինձ այսպեսի նվերներ չի անում, կամ կարող է տեսնել իդեալական ընտանիքի պատկեր եւ մտածի ինչու եմ երեխան գոռում, իսկ մյուսինը ոչ։ Կարող է տեսնել իդեալական հանգստի պատկեր եւ մտածի ինչու են իրենք անընդհատ գնում հանգստանալու, իսկ մենք ոչ։ Կարող է տեսնել չաշխատող կնոջ պատկեր եւ մտածի, որ իր երազանքը չաշխատող կին լինելն է եւ ուղղակի այդ ազատությունն է, որը ունի այդ չաշխատող կինը։ Սա իրականում մի հատ նոր ողբերգություն է, որի հետ մենք բոլորս առնչվում ենք անխտիր, ես նույնպես բոլորս առնչվում ենք։ Հնարավոր է դուք ուրիշ կոնտենտ եք նայում եւ դա եք ուզում, ես ուրիշ կոնտենտ եմ նայում եւ դա եմ ուզում, բայց բոլորը ինչ-որ բան ուզում են։ Ու շատ հաճախ, երբ այն մարդը ուզում է գնար հանգստանալու, որ իր մոտ ամեն ինչ կարգավորվի, գնում է հանգստանալու եւ իր մոտ ոչինչ չի կարգավորվում, այնտեղ էլ ինքը սկսում է դժգոհ լինել հյուրանոցից, ուտելիքից, համարից, սրանից, նրանից եւ նույնպես չհանգստացած եւ հոգնած հետ է վերադառնում, սովորաբար այդպես է լինում։ Ինչու՞։ Որովհետև մեր ներքին անհամերաշխությունը, մեր ներքին անբավարարվածությունը, մեր ներքին խնդիրները աշխարհի եւ խի միայն աշխարհի ինքներս մեզ հետ ավելի կարեւոր են, քան արտաքին բաները, արտաքին ձեռքբերումները, արտաքին իդեալական կյանքը, արտաքին պատկերը կյանքի, որը մենք ունենք մեր գլխում։ Դրանք իրականում գոյություն չունեն։ Դրանք մեր պրոյեկցիան են, դրանք մեր ուղեղի ստեղծածն են, որի հիմքը նա է, որ մենք տեսնում ենք այնքան շատ տարբեր կյանքեր, որը մեր պսիխիկան իրականում չպետք է տեսներ, որ անընդհատ մեզ ինչ-որ պրոգրամաների մեջ է պահում է մեզ պրոգրամաների գերի։ Այդ պրոգրամաները մենք բերում ենք տուն, բերում ենք մեր կյանք, բերում ենք մեր անկողին, բերում ենք մեր ընտանիք եւ մեզ անընդհատ դժբախտ ենք զգում։ Խնդիրը պետք է սկսել լուծել ներսից, ոչ թե դրսից, եւ եթե դուք փոխեք ձեր երկիրը, ձեր կողակցին, ձեր երեխաներին, ձեր աշխատանքը, ես վստահ եմ, որ ոչինչ չի փոխվի։ Փոփոխությունները սկսվում են, երբ մենք սկսում ենք աշխատել մեր ներաշխարհի հետ։ Երբեք փոփոխությունները չեն սկսում, երբ մենք աշխատում ենք դրսում կատարվելիք ինչ-որ բաների հետ։ Փոփոխությունները, ամենաիրական փոփոխությունները մեր ներսում են։ Ամեն ինչ մեր ներսում է։ Իմ վիդեոներից մեկի մեջ ասում եմ ու հիմա էլ կասեմ, որ մեր ներաշխարհը մենք ասես մի հատ ծով լինենք։ Ու մենք այդ ծովի մակերևույթն ենք ընդհանրապես տեսնում։
ու տարբեր գործիքների միջոցով, աշխատանքների, տեխնիկաների, հաճախ շեշտում եմ հավատքի, որովհետև դա էլ է միջոց, գրքերի, ինքնակատարելագործման այլ գործիքների միջոցով մենք կարողանում ենք քիչ-քիչ սուզվել այդ ծովի մեջ, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում։ Բայց նույնիսկ այս դեպքում մենք կարող է 1 մետր, 2 մետր իջնենք, բայց այնտեղ օվկիանոս է եւ դա հատակ չունի, հասկանում եք, իսկապես չունի։ Ես իմ կյանքի Ընդհանրապես իմ 18 տարեկանից ես զբաղվում եմ իմ ինքնաճանաչմամբ, գործիքակազմով, ուսումնասիրում եմ, խորանում եմ, բայց վերջին 5 տարիների մեջ ես ուղղակի անդադար դրանով եմ զբաղվում, դա իմ աշխատանքն է արդեն։ Եվ ես հասկանում եմ, որ 5 տարին ոչինչ է, որ ես ինքս ինձ ճանաչեմ, ինքս իմ ներքին խնդիրներն ու կոնֆլիկտները հարթեմ, հասկանամ ինձ, լուծեմ իմ հարցերը եւ անցնեմ առաջ։ Դե պատկերացրեք, որ Եթե կան մարդիկ, ովքեր նոր սկսում են սուզվել այդ ծովը, կան մարդիկ, ովքեր մի 4 մետր ներքևում արդեն գնում գալիս են ու դեռ գիտեն, որ հատակ չկա այդտեղ, պատկերացնում եք, որ կան մարդիկ, ովքեր ուղղակի ափին պարկած են։ Եվ ափին պարկած լինելով, մարդիկ մտածում են, որ եթե այս ունենամ, ինձ լավ կլինի, եթե այն ունենամ, ինձ լավ կլինի, բայց իրականում ձեզ լավ չի լինի, եթե դուք ունենաք այդ բոլոր բաները նույնիսկ ունենաք, 1 րոպե ձեզ լավ է լինելու կամ 1 օր եւ նորից ընկնելու եք այդ անդունդի մեջ։ Հաջողակ, հարուստ, լիքը տներ ու travel-ներ ու ամեն ինչ ունեցող շատ մարդիկ ասում են, որ միևնույնն է, ներքին խաղաղություն իրենք չեն գտել, որովհետև ներքին խաղաղությունը պետք չէ կապել արտաքին ամեն ինչի հետ։ Բացի դրանից, երբ մենք ունենք զգացողություն, որ մեր ներսում ինչ-որ մի բան չկա, ինչ-որ մի բան մենք չունենք, ինչ-որ մի բանի դեֆիցիտ կա, դեֆիցիտից երբեք մեզ լավ չի կարող լինել։ Մեզ կարող է լավ լինել միայն շնորհակալության կետում։ Միայն այն կետում, երբ մենք իսկապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ ունենք, իսկապես մերսի ենք ասում, իսկապես բարի ենք, իսկապես լավ ենք տրամադրված, իսկապես հասկանում ենք, որ եթե ես ունեմ երեխա, ես ամեն օր շնորհակալ եմ այս երեխայի համար։ Եթե ես ունեմ նույնիսկ ես 5 քառակուսի մետրանոց տարածքը, որտեղ ապրում եմ, ես շնորհակալ եմ, որ ես սա ունեմ։ Մինչև մենք շնորհակալ չլինենք այն ամենի համար, ինչ մենք ունենք, մեր մոտ չի շատանում։ Աստծո խոսքերը պետք է մեջ բերեմ, որ այն մարդը, ով ունի, նրա մոտ կկրկնապատկվի, իսկ այն մարդը, ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ նա ունի։ Այսինքն մենք պետք է ուղղակի անընդհատ ամեն օր սարքեք ռիտուալ շնորհակալ լինելը եւ սարքեք ռիտուալ ինքնաճանաչումը, ինքներդ ձեր մեջ խորացումը, ինքներդ ձեր հետ անկեղծ լինելը։ Բացի այն գործիքներից, գործիքակազմից, մասնագիտական, որը կա, որը ես նույնպես առաջարկում եմ իմ արդեն վճարովի կուրսերի մեջ, որոնք կգտնեք իմ էջում, իմ խմբային տրեյնինգների եւ անհատական տրեյնինգների մեջ, ինչ կարող եք դուք անել բացի դրանից։ Հնարավոր է, որ դուք չեք ուզում գումար տրամադրել կամ չեք ուզում ինձ հետ աշխատել, դա շատ նորմալ է, դուք կարող եք ինքներդ խորանալ ինքներդ ձեր մեջ։ Առաջինը ունենալով տետր, ինքներդ ձեր հետ ամեն օր ձեր մտքերը գրի առնելով, փոխելով նեգատիվ մտքերը դրական մտքերի հետ, որովհետև սա նույնպես պրիվուչկա է, սա նույնպես սովորություն է, որը հնարավոր է փոխել։ Չկա սովորույթ, որը մենք իզորու չենք փոխել, հա։ Բացի գրելուց, բացի ինքներդ ձեր հետ անկեղծ լինելուց, կարող եք աղոթքանել, խնդրել Աստծուն, ձեր սենյակում նստած, կուզեք կգնեք եկեղեցի, չեք ուզի չեք գնա, կնստեք ձեր տան մեջ եւ կդիմեք այն հոգեվոր ամեն ինչին դուք եք հավատում, նստում եք ձեր սենյակում ու ուղղակի խնդրում եք, որ ձեզ օգնի, որ ձեզ ցույց տա ճանապարհը, նրա ճանապարհը, թե ինչ է ձեզ պետք լավ լինելու համար, ինքներդ ձեր հետ անընդհատ անկեղծ։ Այս հանդիպումները ինքներդ ձեր հետ անverջ կարող են լինել ուղղակի, անverջ։ Ես ամեն օր պետք է գոնե 2 ժամ լինեմ մենակ, գոնե 2 ժամ ես ուղղակի զբաղվում եմ ինքս ինձնով իմ ներաշխարհը դասավորելով, նստում եմ, աղոթք եմ անում, մեդիտացիաներ եմ անում, խնդրում եմ, գրում եմ, կարդում եմ, փորձում եմ զարգանալ, տետրերի հետ եմ աշխատում, միլիոնավոր տետրեր ունեմ գրած եւ այնքան հեռու եմ իդեալական կյանքից, որովհետեւ իդեալական կյանք չկա, այս մոլորակի վրա չկա իդեալական կյանք, բայց զգում եմ, որ ինձ արդեն իմ տեղում եմ գտնվում, այո, ունեմ իմ կյանքում իմաստ, որը ինձ մոտիվացնում է, այո, զգում եմ ինձ օրվա մեջ շատ ակնթարթներում պահի մեջ, երջանիկ, վայելելով, շնորհակալ, այո, զգում եմ, որ ասես այդ շնորհները նաև գալիս են իմ կյանք, այո,
Զգում եմ, որ ասես մի հատ ճանապարհի սկզբի վրա եմ, որը գնալով ավելի լավն է դառնում, ավելի հետաքրքիր է դառնում, ավելի իմաստալից է դառնում, այո։ Ժամանակին միայն երկիր փոխելու մասին էի երազում։ Հիմա անկեղծ եմ ասում, շատ եմ ուզում գնամ ինչ-որ լավ երկրներ տեսնեմ, ճանապարհորդեմ, բայց անկեղծ եմ ասում, ինձ հենց հիմա այստեղ լավ է։ Այսինքն ես էլ չեմ կապում իմ երջանկությունը արտաքին ֆակտորների հետ։ Երբ դուք արդեն ընտրում եք ձեր հոգու ճանապարհը, երբ արդեն ընտրում եք ձեր ճիշտ ճանապարհը, դուք զգում եք դա։ Դուք զգում եք, որ դուք գնում եք ճիշտ ուղղությամբ։ Մի ուրիշ տիպի ներդաշնակություն է գալիս, խոսում եմ եւ փշաքաղվում եմ։ Մի ուրիշ ներդաշնակություն եք սկսում զգալ։ Դուք սկսում եք հասկանալ, որ ես հիմա ճիշտ տեղում եմ, ես հիմա ճիշտ ուղղություն եմ բռնել եւ գնում եմ ամենաճիշտ ուղղությամբ, որը հնարավոր էր։ Հնարավորներից ամենաճիշտ ուղղությունն եմ բռնել։ Դուք ունեք ձեր պատասխանը ինքներդ ձեր առաջ, դուք ունեք ձեր պատասխանը Աստծո առաջ, դուք ունեք ձեր պատասխանը ձեր ընտանիքի առաջ, դուք ունեք ձեր պատասխանները աշխարհի առաջ, եւ դուք հասկանում եք, որ ավելի ճիշտ տեղում դուք չեք կարող գտնվել։ Ինձ թվում է, որ սա է այն կրիտերիաները, որը մենք փնտրում ենք։ Մենք չենք փնտրում այն կրիտերիաները, որոնք ուրիշինն են։ Հիմա կլինի մարդ, ով կասի, ես գիտեմ, բայց ինձ ինչա պետք։ Ինձ պետքա, որ ես remote աշխատեմ ու աշխատեմ Բալիից։ Ես վստահ եմ, որ եթե դուք ձեր այս կարգավիճակով, այս ներքին վիճակով, ձեզ տան կոմպյուտեր ու դուք սկսեք Բալիից աշխատել, դուք ձեզ լավ եք զգալու 1-ից 2 ամիս։ 2 ամիս հետո դատարկությունը մի գիշերվա կեսին գալու է ձեր հետևից ու դուք նորից հասկանալու եք, որ սա այն չէր, ինչ դուք ուզում էիք։ Եվ ցավոք, կյանքը այդքան էլ հեշտ չէ, որ դուք սենց հեշտ նստեք ու իմանաք ձեզ ինչ է պետք, հասկանալու համար, թե մեզ ինչ է պետք, մենք անverջ աշխատանք ենք տանում, անverջ։ Այս անverջ աշխատանքի մեջ ես ձեզ փորձում եմ օգնեմ իմ YouTube-յան ալիքի միջոցով եւ նաեւ իմ էջով։ Խնդրում եմ follow արեք իմ էջին եւ կիսվեք, կոմենտներ գրեք։ Կիսվելը շատ կարևոր է։ Խնդրում եմ կիսվելու մասին, որովհետև միայն կիսվելու միջոցով իմ էջը կարող է տարածվել։ Իսկ ես նկատել եմ, որ այսպիսի կոնտենտի դեպքում մարդիկ հաճախ ժլատ են լինում, բայց մի եղեք ժլատ, կիսվեք, որպեսզի իմիջը նույնպես տարածվի։ Սիրում եմ ձեզ։ Հուսով եմ, որ մեր այս փոքրիկ community-ն կհաղթի ինքնաճանաչման իր ուղիում, կսկսի ավելի գիտակցված եւ ավելի ճիշտ կյանքով ապրել։ Սիրում եմ բոլորիդ։ Bye.